Ղարաբաղից եկած չենք կարող թղթերը դասավոր ենք, որ ես տան բանը սերտիֆիկատներ ստանանք, որ տուն վերցնենք։ 8 թորն ունեմ, ոնց որ դեսում ենք։ Տանտերը եկուստը որ գալու է ասի տնից դուրս արի, չգիտեմ հիմա ուր գնա։ Այդ ունեմ։ Թղթերի դոկումենտների կեսը թողել եմ Ղարաբաղ, եկել ոստե ասում է թուղթը բեր ընդուր, որտեղ է։ Տվել եմ մեզ եկել է հիմա փաստան բանին գվածներ, որ վերականգնի լազդե են ջին չկա։ Երկու երեխու մեծ մանթուկն է, որ հայրությունն է ինքը ճանաչել, բայց այդ թուղթը մնացել է Ղարաբաղ։ Հիմա այն 6-ը Հայաստանից են դարձել, այդ երկուսը պիտի դառնա, որ կարանք այդ դոկումենտը վերցնենք։ Ամուսնուս մահվան թուղթն է, չեմ կարող վերականգնել։ Մնացել ենք սենց։ Ունեմ 23 արցախցի, ինչքան հնարավորություն է, ինչքան մեզանից կախված մենք արել ենք, դիմել ենք պասպորտի հարցով, քաղաքապետարանի հարցով, մենք բոլոր հարցերով դիմել ենք օգնել ենք։ Մնացած հարցեր իրանք ունեն հոր մահվան վկայականի խնդիր ունեն, անձնական խնդիրներ, որ իրանք պետք է լուծեն, մեզանից կախված մենք որը մենք արել ենք։ Եթե հարցը վերաբերում է վարչական ղեկավարի տեղեկանքը, որ տրամադրում ենք իրանք ինչ-որ մի գործարքան ենք, տրամադրում ենք, ոչ մի խնդիր։ Իրանք անձնական խնդիրներն է, որ պետք է իրանք իրենց հարցերը լուծեն։ Մաման թողել ենք այնտեղ, եկել իմաստը չեն կարող։ Այս ես եմ եկալ։ Եկամ հորիցի հյուրանոցն ենք մնացել, նոր տեղյակալնալը, որ այստեղ տներ կա, ալիքը մեզ միցնով է բերեց այստեղ։ Հիմա ճիշտ է, այս տանը վաղ չեմ տա, բայց արդեն վաճառքի է։ Եկուցե որ կարող է մեկ ուրիշ գումարը բերի մենք նրանք տեսնենք։ Հաստատքների վերականգնման համար որտեղ եք դիմել։ Երևան եմ դիմել 5 ամիս ասել են սպասեք։ Ես սպասել եմ 5 ամիս հետո ոչ մեր մատուցն է եկել, ոչ էլ բան, նույն իմ պատրաստած թղթերը հետ է եկել։ Նույն դիմել եմ բան, էլի Երևան, արդեն ուրիշ տեղ երևի ուրիշ կազմակերպություն, ԶԱԳՍ-ի աշխատողների միջոցով։ Մեր ման եկել է հիմա։ Աղաչի երկու երեխան ԶԱԳՍ-ավորված չեն եղել էլի։ Ինքը բայց հայրություն ճանաչել է, հիմա երեխեքը խեչոյան են գերվում, բայց այդ թուղթը պահանջում է։ Այս տունը վաճառքի է, որտի որ մնում է, մեր տունը գոնե վերցնենք, որ կարանք մի բան սարքենք, մի կոմ սարքենք, անասուններ են պահում։ Այդ 100,000-ները, որ օգնություն են տվել, երեխու բեղնից կտրել եմ անասուն ազել։ Անասուն շատացել գոմ չունեմ։ Ստիպած նորից սկսել եմ անասունները պակասացնել, որ կարա մի 3-4 գլուխ պահել։ Ամեն հարցով պատրաստական ենք, չկան նման հարց, որ իրանք ինչ-որ մի հարցում ենք դիմենք, մենք իրենց հարցին լուծում չտանք։ Ապահովել ենք տնով, ապահովել ենք դոնոր կազմակերպություններով, համայնքի ղեկավարի օգնությամբ, անասուններ ենք տրամադրել, ամեն ինչ, այսօր ապրում են, իրանք աշխատում։